Ողջույն բարեկամներ, ձեզ հետ ինչպես միշտ My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մենք տապակում ենք հավի բուդիկներ ջեռոցում։ Մեզ անհրաժեշտ է հավի բուդիկներ 6 հատ, սոխ 1 գլուխ, սխտոր 1 պճեղ, համեմ, չորացրած ռեհան, ցիտրոն, սև կարմիր պղպեղներ, աղ և ձեթ։ Մինչ պատրաստման եղանակին անցնելը, առաջարկում եմ բաժանորդագրվել My Culinary Versions խոհարարական ալիքին հավանել մեր էջը։ Հիմա ներկայացնեմ պատրաստման եղանակը։ Նախօրոք ոսկրահան ենք անում հավի բուդիկները։ Կաշին հեռացնում ենք, եթե չեք ցանկանում կարող եք չհեռացնել։ Մարինացնում ենք միսը։ Դրա համար մանր կտրատում ենք գլուխ սոխը, սխտորը, համեմը և լցնում թասիկի մեջ և խառնում։ Մեկ ուրիշ առանձին թասի մեջ միավորում ենք չորացրած ռեհանը, ցիտրոնը, սև կարմիր պղպեղները, աղը, լավ խառնում ենք և անցնում ենք հաջորդ քայլին։ Հավի յուրաքանչյուր բուդիկ համեմում ենք համեմունքներով, առանձին շարում ենք իրար վրա և թողնում ենք ամենաքիչը 1 ժամ, ծածկելուց ծածկում ենք և թողնում ենք 1 ժամ։ 1 ժամ հետո, մարինացվելուց հետո, գազ օջախի թավայի վրա յուղաթուղթ ենք փռում, մաքրության համար իհարկե, թեթևակի ձեթ ենք քսում տակը յուղաթղթի վրա, հավի բուդիկները դնում ենք յուղաթղթի վրա, վրայից կրկին թեթևակի մի քանի կաթիլ ձեթ ենք կաթացնում, դնում ենք նախօրոք տաքացրած ջեռոցը և տապակում ենք 35-ից 40 րոպե 230 աստիճան Ցելսիուսում։ Այսօրվա համար այսքանը բարեկամներ, կհանդիպենք, ցտեսություն։